Ին Մինասյան, ինչու որոշեցիք չհրապարակել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նման որոշում չկա։ Գիտեք, որ ինչ որ իրավական մեկնաբանության հարց է, ասեք այդ զեկույցը, քանի որ ժամկետ անց է արդեն պաշտպանության հանձնաժողովի տվել հանձնաժողովի քննիչ հանձնաժողովի գործառնությունները կան իրավական տարբեր մեկնաբանություններ, ասեք այդ զեկույցը կարելի է հրապարակել լիագումար նստերում, կարող է մտնել լիագումար նստեր, թե չի կարելի։ Բայց հիմա այդ ընթացքում է, մարդիկ իրավաբաններ աշխատում են դրա վրա, որ հասկանան ինչպես պետք է արվի։ Ես գիտեմ, որ զեկույցը մեկ է, ամբողջական չէր կարող հրապարակվել, որոշակի հատված էր հրապարակվելու, որտեղ կան այնտեղ պետական գաղտնիք տեղեկություն։ Դե, իրավաբանները ասում են, որ այդպիսի հակասություն չկա եւ կան նաեւ դրա նախադեպերը, վկայակոչելով նաեւ տարբեր միջազգային կառույցների կողմից սահմանված նախադեպեր եւ բնորոշում են, որ ազգային ժողովը թափանցիկությունից, հաշվետվողականությունից ու ժողովրդավարությունից հետ քայլ է անում ու ընդհանուր առմամբ շատ մեծ գին վճարած այս հասարակությունը այդ պատերազմի համար պիտի իմանա ճշմարտությունը ու գնալ ճանապարհով բաց մասը չհրապարակելու առնվազն տարակուսանք է առաջացնում կամ դուք ուզում եք ինչ-որ հանցագործություններ կոծկել կամ այդտեղ կա նաև արտաքին մեծ շերտ եւ դուք չունեք այնպիսի քաղաքական կամք կամ այնքան մեծ կաշկանդվածություն ունեք, որ չեք ուզում դա հրապարակեք, կամ էլ չգիտեմ ինչ ենթադրենք։ Այսինքն մենք ինչ էլ ենթադրենք, դուք գալու եք ասեք, որ ոչ դա այդպես չի, որտեղ ամեն ինչ թողնում եք ենթադրությունների դաշտում։ Իսկ դժվար ընդհանրապես այն ենթադրել, ինչը որ մենք ասում ենք։ Այսինքն Չէ, ապարտադիր պետքա հետևում շերտեր մանգակ, չէ՞, եկեք մի քիչ ավելի մանրամասն անդրադառնամ ձեր ասած թեզերին։ Ախ ինչ վերաբերում է ամբողջ հասարակությունը սպասում է, իհարկե ընդունելի պատճառաբանություն է, բայց նաև չեն կարող օրենք խախտել։ Օրենք խախտելով հասարակության պահանջները բավարարել այս տեսանկյունից։ Եվ երկրորդ հատվածը ամբողջ հասարակությունը երբ որ սպասում է ինչ-որ բացահայտումների, նորից եմ կրկնում, այն իմ կարծիքով, ինչ ծանոթ չեմ զեկույցին, իմ կարծիքով այն մեծ զանգվածը, որ պետք է հարցերի պատասխաններ տա, այն գաղտնի մասում կարող են լինել եւ ինչ վերաբերում է հանցագործություններ կոծկելուն, այդ զեկույցը չի կարող կորել գնալ, այդ զեկույցը մնալու է փաստահեն փաստաթուղթ որպես ազգային ժողովում գաղտնի բաժնում թող լինի ընդհանուր պետական ապարատում որպես ստեղծված փաստաթուղթ մնալու է եւ թե ազգային ժողովի պատգամավորները կարող են գնալ ծանոթանալ թե այդ գաղտնի տեղեկատվությունների հասանելիություն ունեցող պաշտոնյաները թե հետագայում 10 տարի անց որից է պաշտոնյա եթե կգնան ծանոթանա եւ դասեր քաղում նրանց այս պատմությունից այսինքն այս մասով մենք խնդիր չունենք խնդիրը ընթացակարգերն են որ ազգային ժողովի լիագումար նիստեր պետք է մտնել ինչ-որ հատված, հետո այդ հատվածից որոշ հատվածներ կան, որոնք որ պետք չեն հրապարակվեն, այդ ոնց է որոշվում, որ հատվածը ոչ, որ հատվածը այո։ Գիտեք, որ պարոն Քոչարյանը եւ պարոն Սիմոնյանը նաեւ ձեր ասած իրավաբանների հորդերով տարբեր դիրքորոշումներ են հայտնում եւ նաեւ եթե փորձառությունից եք հարցնում, ինչպիսի միջազգային փորձ կա։ Ես կարծում եմ, որ իրավաբանությունը այն միակ գիտությունն է, որ եթե երեք իրավաբան նստեն 10 կարծիք կարող են հայտնել միևնույն օրենքի դրույթի շուրջ։ դե հա, մեծամասամբ Հայաստանում ամեն ինչ այդպես է լինում։ Եվ ես հորդորում եմ որևիցե այտենց կոնսպիրոլոգիկ թեմաների չանդրադառնալ եւ չգնալ ինչ որ ենթադրությունների դաշտ, որովհետեւ այտենց մեծ թաքուն բան չկա այս ամեն ինչի մեջ, էլի։ Դե ես էլ էլի մեջբերում եմ օրինակ տեսեք, էլի իրավաբանների կարող եմ մեջբերել, որ Սահմանադրության արտահայտվելու ազատության մասին հոդվածն է անհրաժեշտ ընթերցել ու տեսնել, թե օրինակ կողմնակիցները այդ զեկույցի չհրապարակման օրենքի սահմանափակումը բավարար չէ ընդունված ձևաչափով այն չհրապարակելու համար։ Անհրաժեշտ է նաև տեղյակ լինել ՄԻԵԴ-ի 10-րդ հոդվածով ձևավորված նախադեպային իրավունքին ու այլ կարևոր իրավական նրբություններին, որն այս ֆորմատով բացատրում է նման հարցերի կարգավորումները, հա։ Այսինքն կան լուծումներ սա հրապարակելու համար։ Մտածում փնտրում են մարդիկ։ Ես չեմ կարող ինչ-որ որից Դա ազգային ժողովի նախագահը ասաց խորհրդում որոշել են փակում է քննարկում։ Հնարավոր է այդպիսի որոշում կայացվի, ես դեռ վերջնական որոշմանը ծանոթ չեմ, բայց ուզում ասեմ բաց հատված ինչքան որ հնարավոր է կարող է լինել։ Նայեք,
Օրինակ վարչապետը 10 ժամ քննվել է քննիչ հանձնաժողովում, որից երևի 5 ժամը տեսաձայնագրված է եւ բոլորին հասանել։ Մեր հատվածը ծանոթ է հասարակությանը, թե ոչ։ Եթե հատվածի վերլուծությունը, այսպես ասած, քննիչ հանձնաժողովի կողմից համադրելով այլ փաստերի հետ ներկայացվի, ընդհանուր կբավարարի մարդկանց։ Դե հա, բաց հատվածներ շատ են եղել ու բաց տեղեկատվություն նաև շատ է եղել։ Այդ ամենը ոնց որ կրկնողություն է դառնալու։ Այստեղ մի փոքր այլ միջազգային ընդհանուր աշխատանքն է, փաստերի համադրությունը, ընդհանուր պատկերը ավելի լայն տեսնելու։ Անկեղծ ասած դեռևս ծանոթ չեմ այդ նյութին, հույս ունեմ ինքս անձամբ ծանոթանամ ու ինչքանով որ հնարավոր է մենք հասարակության հետ կոմունիկացնենք։ Անդրանիկ Քոչարյանը ասում էր, որ դաշնակիցները հետախուզական ապակողմնորոշող տեղեկություններ են տվել պատերազմի մասով։ Օրինակ շատ հետաքրքիր է, էլի, այդ նույն դաշնակիցների հետ այդ նույն դաշնակիցներից դուք չեք ձերբազատվում այդ դաշնակցությունից։ Ինչպես ձերբազատվենք, ոնց եք պատկերացնում ձերբազատվելը։ Վերանայեք այդ պայմանագրերը։ Որ պայմանագրերը։ Ռազմավարական դաշնակցության։ Գիտեք, որ ռազմավարական դաշնակցության պայմանագրերը ինքնին արդեն չեն գործում 2023 թվականից, երբ Հայաստանի վրա 2022 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության վրա տեղի ունեցավ հարձակում, իսկ ըստ այդ ռազմավարական դաշնակցության համաձայնագրի պետք էր Ռուսաստանի Դաշնությունը միջամտեր։ Հա, բայց դուք քանի որ շարունակում եք լինել ռազմավարական դաշնակից, այդ տրամաբանությունից ձեզ վրա մատ են թափ տալիս ընդդեղից։ Ոչ, մեզ վրա մատ չի թափ են տալիս։ Երևի սխալ պատկերացնում Հապկից օրինակ։ Հապկից մանավանդ։ Հա, ռուս պաշտոնյաներ։ Ռուս պաշտոնյաներ, հայ պաշտոնյաներն ու ռուս պաշտոնյաների վրա են մատ տալիս, ինչն է խնդիրը։ Ուզում հասկանալ։ Խնդիրը այն է, որ եթե պատկերացնում ռազմավարական դաշնակցությունը վերացնելիս։ Վերանայեք դուրս եկեք այդ կառույցից։ Հապկից։ Հա։ Ինչի համար։ Հանեք օրինակ ռազմաբազա։ Եթե չենք մասնակցում, ինչի համար։ Ոնց ինչի համար։ Հա, ինչի համար դուրս գանք։ Ինչա մեզ տալու հապկից գալու դիմը։ Ակնդեմ հարց եմ տալիս ոտ, որպեսզի մի քիչ մտածեք, նաև հասարակությունը մտածի։ Կաշկանդում է երևի Հայաստանին։ Որ կաշկանդեր, օրինակ մեզ ՆԱՏՕ անդամ պետությունը զենք չէր վաճառի, որ Հա, կաշկանդեր։ դեռ հարցը ինչ զենք են վաճառում։ Դուք անունը դնում եք զենք են վաճառում, ով է տեսել այդ զենքը, ինչ զենք է։ Անունը ինչ է այդ զենքի։ Եթերով պետքա պատմենք ինչ է զենք։ Դե վաղն եմ մյուսօրն էլ կգա ուրիշ իշխանություն, կասի այս իշխանությունները, որ ասում էին ՀԱՊԿ չի կաշկանդում, զենք են առել, որը զենք է էլի։ Եկեք ընդունենք, որ եթե անգամ այդ պարագայում զենք գնել ենք ՆԱՏՕ անդամ պետությունից, այդ նշանակում է, որ ՀԱՊԿ-ը մեզ չի խոչընդոտել։ Այդ փաստ։ Երկրորդը, մի քիչ ավելի գլոբալ մակարդակ եկեք նայենք եւ չեմ ուզում մեկնաբանեմ պարոն Քոչարյանի ասածները, նորություն կրկնում զեկույցին ծանոթ։ Երկրորդը, մենք ունենք հստակ փաստեր Ռուսաստանի Դաշնության չկատարած պարտավորությունների մասին։ Մենք դրա մասին մշտապես բարձրաձայնել ենք։ Ու այդ բարձրաձայնած խնդիրները ինչ որտեղ պետք է արձագանք ստանան կամ լուծում ստանան։ Հակառակը, երբ որ դուք հակառակ ծայրահեղության մեջ եք մտնում, ասում եք, եթե այս չի արել, այս չի արել կամ հակառակ այս արել, այս արել, մենք պետք է իր հետ շփում ունենանք։ Չէ, ունենանք։ Բա, ոնց է պատկերացնում։ Այդ ուղղությամբ շփումները չեզոքացնենք։ Իմ Գնացեք, պատկերացումները։ չգիտեմ, ուրիշ մարդասիրական շփումներ ունեցեք այդ դաշնակիցների հետ։ Մարդասիրական, տնտեսական, այլ շփումներ։ Հա, բանտ են կանում։ Հա, բայց այս ռազմավարական շփումները, ձեր կամ ռազմական շփումները վերջացրեք ֆորմալ նաև իմաստով, դե յուրե իմաստով վերջացրեք, ավարտեք։ Տպավորություն է, այս շատ բնորոշ է, էլի մեր առհասարակ այդ մենթալիտետին, մեր մտածողությանը, մարդիկ ավարտում են իրենց ամուսնական համատեղ կյանքը, բայց չեն բաժանում։ Ես ավարտ անել չեմ կարողանում, երբ միջպետական հարաբերությունները։ Դե ավելի պատկերավոր եմ ուզում ասել։ Հասկանում եմ, այնց մեկն էլ կար, ասում էր Անդոտ Քոչարյանի տղան, ասում էր ոնց որ ամուսնացած լինես, բայց իրավունք ունենաս ուրիշի հետ ԵՄ-ի գործընկերության մասնակցում։ Ընդհանրապես մեր հասարակությանը մի քիչ ավելի լայն պատկերացումներ պետք է տանք միջազգային հարաբերությունների մասին, որտեղ միջպետական հարաբերությունները երբևիցե չեն կարող սահմանափակվել X դրույթով, օրինակ, միտեղ ունենք վատ հարաբերություններ, բայց մյուս ֆրոնտերում պետք է բոլոր հարաբերությունների տեսակները վատացնել։ Ոչ։ Ես շեշտում եմ եւ մեր տեսլականն եմ ասում, Ռուսաստանի Դաշնության հետ պետք է հարաբերությունները այնքան լինեն, այնքանով
մտերիմ լինեն, ինչքան օրինակ Իրանի հետ են, ինչքան օրինակ Վրաստանի հետ են, ինչքան մենք ուզում ենք դառնալ Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ։ Մենք ուզում ենք մեր ինքնիշխանությունը ամրապնդի ցանկացած մեր գործընկերոջ հետ։ Եվ ոչ ավելին, իսկ մենք գիտենք, որ տարիներ առաջ մեր ինքնիշխանության կախվածությունը, սկսած տնտեսական կախվածությունից, ռազմական կախվածությունից, ընդհանրապես ամեն ինչից, հիմնական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Տեսնում է հայ հասարակությունը, որ կախվածությունն այնքան է թուլացել, որ այլևս դեր ասած մարդ թափ տալը չի ազդում։ Գիտեք, օրինակ նաև անընդհատ պետք է բաներ պահանջեք, որոնց նպատակակետը չկա, եթե դուք ընդհանրապես այդ չկա, ես նորից եմ շուշտում հարցնում եմ ինչի համար հապկից դուրս դրա պատասխանը չեմ տալիս։ Օրինակ նույն ռազմաբազայի հարցն չհանելու մի բան կլինի, դրա կարիքը մի բան կլինի, նոր գուցե այդ ռազմաբազայի հարցը կգա օրակարգ եւ ինչու կա թերահավատություն այդ տրամաբանության մեջ, եթե կարիք լինի կամ չգիտեմ, էս լինի, այն լինի, որովհետեւ եթե տենց նայենք կարիքներին, այս երկրի որևէ ինստիտուտ չի արել կանխարգելիչ գործողություններ եւ քայլեր, արելան ոչ, արելա, երբ որ վրա հասել այդ նույն անխուսափելի պատերազմը, վրա հասել դաշնակցի կողմից չկատարելը պարտականությունների, դե հա ես դրա մասին չեմ ասում։ Դե ես նկատի ունեմ հիմա ասում եք, չգիտեմ, զենք են գնում ՆԱՏՕ անդամ երկրներ։ Երբ եք այդ զենքը սկսել գնել, երբ որ Ռուսաստանը ձեզ չի տվել գումարի դիմաց զենքը։ Ռուսաստանը սա կարող է գնել։ Իհարկե, Ռուսաստանը ձեզ զենքը չի տվել, դուք որոշել եք գնաք ուրիշ տեղից այդ զենքերը բերեք։ Այսինքն դա հարց է, Ռուսաստանը եթե ձենքը կտար, դուք գնալու եք ուրիշ տեղից բերեք, մեկ, օրինակ նույն հապկի մասով, վարչապետն է ասում։ Մենք 2022 թվականին անկախացանք, երբ որ նաև մեր գործընկերների դաշնակիցները հասկացանք, որ չեն ճանաչում մեր սահմանները եւ այլն, մենք այդտեղից արդեն սկսեցինք մեր հետևությունները, միջև էլ չգիտեք։ Փաստորեն, եթե դա հապկը չաներ, մենք այդպես էլ մնալու ենք, մենք չենք իմանալու հապկը ինչ է, ինչի մասին է եւ ինչի համար է։ Հիմա երբ որ դուք ասում եք, դե եթե պետք լինի եւ այլն, այսինքն հարց է առաջանում, արդյոք ձեզ մոտ ռազմավարական այդպիսի կանխատեսելիություն է ձևավորվել այս վերջին 3 տարվա ընթացքում, չգիտեմ, ոնց է կարողացել հասնել դրան, որ հիմա մենք պիտի հավատանք, որ դուք ամեն շատ լավ պարզ տեսնում եւ ախտորոշում եք, բայց ընդհանրապես 3 տարի առաջ դուք դա չէիք տեսնում։ Ոնց է այդպես լինի։ Ուզում եք ասել, որ հայ հասարակությանը, եթե 7 տարի առաջ ասեիք, որ Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանը կհարձակվի եւ Ռուսաստանը մակնատին չի խփի, հայ հասարակությունից գեթ մեկ անց կլիներ, որ կասեր տենց բան հնարավոր է։ Այո։ Կարող է։ Պարոն Խզմալյանը կասեր։ Աստված իմ, խնդրում եմ մի համեմատեք։ Հասարակության համար։ Ես ուզում եմ մեր հասարակության մոտ չամրապնդվի այն մտայնությունը, որը դուք փորձում եք անել, եւ ես որը չեմ ուզում։ Ոչ մեկ մեր համար ճշմարտության վերջնակետ չի, ոչ մի պետություն մեր համար փրկություն չի ու չի լինելու։ Բայց դրանից զատ մենք պետք է հասկանանք, որ չպետք է փոխարինենք հակաթուրքականությունը հակառուսականությամբ։ Մենք ունենք ցավեր մեր հոգեբանական, էմոցիոնալ, մենք ունենք արդարացի դժգոհություններ, արդարացի կամ անարդարացի վերաբերմունք ենք տեսել եւ դրանից հետո մեր մոտ հակազդեցությունը առաջացել որոշ պետությունների նկատմամբ։ Բայց պետք է սարը գլխով դատենք ու հասկանանք ինչ ենք ուզում մենք այս աշխարհից։ Մենք պետք է հասկանանք, որ ոչ մեկ մեր գեղեցիկ աչքերի համար չի անում։ Այդ բարձր։ Եվ եթե այդ շահերը, մեր պետական շահերը համապատասխանեն Ռուսաստանի Իդաշության հետ որևիցե կետում շահերի հետ, օրինակ տնտեսական համագործակցություն, մենք դա անելու ենք։ Այստեղ փոքրիկ դիտարկում Ռուսաստանից լավ ոչ ոք հակառուսականություն չի քարոզում եւ չի տարածում Հայաստանում։ Այդ մեկ, հա, այդ հարցերը օրինակ կարող եք ուղղել ձեր ռուս գործընկերներին։ Ասեք ինչու եք Հայաստանում հակառուսականություն քարոզում։ Եվ հետո օրինակ էս էլա ձեր նախորդ դիտարկումների տրամաբանության մեջ տեղավորվում, օրինակ վարչապետը ԵԽԽՎ-ում, նաև Կոպենհագենում խոսում է հիբրիդային հարձակումների մասին, ապա տեղեկատվության մասին, ժողովրդավար
հանրապետության դեմ ժողովրդավարական գործիքներով ինչ որ պայքարելու մասին, եւ դա այն դեպքում, երբ որ օրինակ դուք ձեր իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Արադ Միրզոյանը վերջին օրինակ հարցազրույցում գրեթե ամենօրյա ռեժիմով ռուսական պետական ԶԼՄ-ները, ընդհանուր պաշտոնյաներ, փորձագետներ, մեղադրանքներ, լուտանքներ, նախատինքներ, մեղմ ասած Հայաստանի Հանրապետությանը եւ շարունակում է այդ ամեն ինչը Հայաստանի, այսպես ասենք, տիրույթում բաց հասանելիություն ունենալ եւ գնալ օրինակ Եվրոպայում բողոքել հիբրիդային հարձակումների մասին։ Այդտեղ օրինակ մեկը չկար հարցներ, պարոն վարչապետ, ռուսական ալիքները փակեիք, նոր գայիք այստեղ շարունակեիք հիբրիդային հարձակումների մասին խոսել օրինակ։ Այստեղ մի փոքր ձեր հարցադրման մեջ ոչ անկեղծություն եմ նկատել։ Ինչու՞։ Որովհետեւ հեռարձակվում են այն հաղորդումները, որոնք YouTube-ում են ավելի շատ պատտվում եւ այդ YouTube-ից է գալիս մեր հայաստանյան մեդիա։ Եվ հեռարձակվում են, որտեղ են մնացած հաղորդումները արգելված են մեր TV-ում, Սալավյովի հաղորդումը։ Այո, ոչ միայն Սալավյովի։ Ամենայն դեպս այն հաղորդումները, որտեղ կան վիրավորանքներ կամ մեր ինքնիշխանության դեմ խոսույթ, այդ հաղորդումները չկան մեր եթերներում կամ եթե կան, դրան էլ է մի պատասխան, մի քանի անգամ պատասխանը, որ ռուսական նախաձեռնություն է գալիս եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի օտարերկրյա լրատվամիջոց հանրային դիպլեքսում սփռում չի ունենում։ Ինչ վերաբերում է այն հաղորդումներին, որոնց շուրջ հասարակության մոտ դժգոհություն է առաջացնում, դրանք գալիս են հիմնականում YouTube-յան ալիքներից։ Հա, շատ լավ։ Սպուտնիկ, Եվ եկեք մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ինչ որ բանի դերակատարում շատ տալ է, հիմա ինտերնետի դարա, մարդիկ ավելի շատ են ինտերնետից օգտվում եւ ինտերնետից տեղեկանում լուրերից։ Դա ուրիշ բան։ Չէ, մեծ նշանակություն ունի։ Եթե դուք ազդեցության մասին եք խոսում Հայաստանի Հանրապետության վրա, ժողովրդի վրա, այդ ազդեցությունը այնքան քիչ է, եթե իհարկե ամբողջ դաշտը մի բանից չգրգռվի ու բերի լցնի մեր հայաստանյան սոցիալական մեդիայի տիրույթ։ Մենք ենք գնում գտնում այդ դրանից ինչից ներվայնանում ենք, վերում լցնում ենք մեր դաշտ։ Հետո ասում ենք այդ դու երբ որ դա արվում է մասնավոր հատվածում, մասնավորի կողմից, դա բոլորովին այլ է, որքան էլ դա ախարակելի է։ Բայց պետությունը նորից եմ կրկնում, կան խնդիրներ, որոնց մասին ես անձամբ շատ ավելի բարձր եմ գոռում, քան դուք կարող եք գոռալ տարբեր անձաններից։ Սկսած նաև իմ գործընկերների հետ երկխոսության ժամանակ եմ գոռում դրա մասին, որ չի կարելի այս խոսույթը պետական լրատվամիջոցը, այս անձինք, այս պրոպագանդիստները, այս սուտ կեղծ տեղեկությունները դրա մասին բարձրաձայնում ենք անընդմեջ, բայց այդ չի նշանակում, որ այդ պետության հետ հարաբերությունները պետք է ավարտվեն հասցնի։ բարձեցիք ով է շանտահա։ Հայ հասարակության համար Ադրբեջանն է ավելի շատ իշխանում, թե Ռուսիան։ Ադրբեջանցին չեմ կներեք, Ադրբեջանի Հանրապետությունը Ռուսաստանի դաշտ։ Չունեմ հարցում չեմ արել։ Դե հիմա պատկերացրեք, որ մենք ուզում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերություններ կարգավորել։ Մենք չենք կարող Ռուսաստանի Դաշնության հետ կոնֆրոնտացիայի գնանք, որտեղ կան խնդիրներ, եւ մենք ուզում ենք լուծել այդ խնդիրները, բայց եկեք ընդունենք, որ մեր ինքնիշխանությունը ու մեր ձայնը որոշիչ լինելը, մեր տեղը չթողել բանակցելը, մեր տեղը որոշումներ չկայացնելը, մեր տեղը մեր ուղեղի հետ չխաղալը անգամ, մեր մտածողությունը չսարքել նենց ոնց որ սովետական պատմագրությունն է սարքել։ Մենք փորձում ենք հիմա կոտրենք այդ կարծրատիպերը եւ ամբողջ հասարակության մոտ դժգոհություն, ընդդիմության մոտ հիստերիան առաջացնում է հենց այդ, որտեղ կայսրության կողմից պարտադրված պատմությունը, որ մենք մեր պատմությունը ցենց ընկալենք, մենք հիմա փորձում ենք կոտրել եւ դա ամենամեծ երկարաժամկետ պլանավորման հարցն է։ Ձեր ասած թիրախային լուծումներ գտնող բաները։ Ձեր գանձ ընդդիմությունը, օրինակ, երբ որ նայում եմ այդ հարցը պատասխանը վերջին, հա, ինքն հետաքրքիր է բոլոր լրագրողներին այդ գանձ բառը հուզել է։ Չի հուզել, նոր տերմին է եկել ձեր ընդդիմությանը բնորոշ, մինչև այդ ասում էին սիրելի, հարմար, սրտի եւ այլն, հիմա նորն է եկել, դրա համար նոր Խամոյանը հայտնել բառը, մենք էլ պատկերացինք։ Դե հենց այդ հասկանում եք, դուք գանձ եք ընդդիմության համար, ընդդիմությունն էլ գանձ է ձեզ համար։ Գանձերով հավաքվել է։
Ինչու՞ չեք կարա։ Պատերազմ եք տանում տվել, արդեն իսկ մեծ գանձ եք են, որ ինչ թեմա է չլինի, պատերազմը ձեր գլխին ճոճելու են պարտությունը։ Հա, շատ լավ։ Այնուամենայնիվ, մարդիկ քաղաքական դիվիդենդ են հավաքում փաստից ելնելով։ Պատերազմի վրա, զոհերի վրա։ Դե հիմա այդ արդեն թող ամենուր իր բարոյականության չափում գործված։ Ցավալի։ Ճիշտ եմ, էլի, որ անբարոյականություն է դա։ Շատ լավ, բայց այդ գանձ ընդդիմության մասով էլի կուսակցությունների ֆինանսավորում, թափանցիկություն ու տենց հազար ու մի բաներ, զարմանալի է, որ հիմա էլի այդ թեման ակտուալանում է, արդիական է դառնում, ինչի։ Վստահ եմ ձեր համար գաղտնիք չի եղել, չէ՞ այդ ամեն ինչը։ Դուք այդ հարց ու պատասխանի ժամանակ չհիշեցիք դրա մասին, այդ հարց ու պատասխանի ժամանակ չիմացաք, չգիտեմ, ինչ որ նոր բաներ կուսակցությունների ոչ թափանցիկության կամ ֆինանսավորման ճանապարհների մասին։ Բա ինչի մինչև այսօր այդ ամեն ինչի դեմը չի առնվել։ Ես չգիտեմ ինչ նկատի ունեք, հանցակազմ կա տեղ, որ մինչև մեկի ինչ որ միտեղ։ Դե պատգամավորը ասում է 1.900.000 դրամ մի նվիրատվություն են ունեցել բնամթերքով 70-ից ավելի անշարժ գույք են տնօրինում, հանրահավաքներ են անում եւ ինչ փողով։ Դաշնակցության մասին էր խոսքը, դա դաշնակցության կուսակցության ֆինանսական հաշվետվությունն է, իսկ այդ հանրահավաքների ֆինանսավորման մասը օրենքով կարգավորված չէ, այսքան հանցակազմ չեն կարող գտնել։ Ուզում եք կարգավորենք։ Հետաքրքիր հարց է, գիտեք, բարձրացնում։ Որտեղ եթե մենք չէ, նորից մի քիչ մյուս կողմից գնանք, էլի, եթե մենք սկսենք օրինակ Ռոբերտ Քոչարյանն է իրանց փողերը տվել, որ իրանք տենց բեմեր գնան։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը ունի այդ գումարը, որը բռնագանդման ենթակա է, մենք էլ գնում ենք Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի հետևից։ Այո, գնալու ենք եւ միջև վերջ գնալու ենք։ Այս մի տարվա ընթացքում հասցնելու եք։ Իսկ ինչի՞ ես ժամկետներ երբեք չեմ ուզում նշեմ այս մասով, որտեվ ես չեմ գնալու։ Որտեվ դուք կարող եք գնալ 26։ Ես տուրք չեմ տալու պոպուլիստական են հայտարարություններին, որ դուք պետք է անեք։ Մենք խոսք ենք տվել ապօրինի գույքի հետ վերադարձ։ Մենք բերում ենք այդ գույքը։ Խնդրում եմ ուսումնասիրեք, նայեք, բայց ես այդ պոպուլիստական հայտարարությունները չեմ անելու, որ այո, մի տարվա մեջ մենք նստացնելու ենք բոլորին կամ հակառակը գույքն ենք բոլորը տեսնում։ Ոչ, դա դատական գործընթաց է, որի վրա իմ ազդեցությունը այս հասարակությունը պահանջել է 18 թվին, որ չլինի։ Այդ հարցը ինձ մի տվեք, եթե գործը դատարանում։ Ես իրավունք չունեմ դրա մասին պահանջել են այնպիսի ռեֆորմ, արդար դատական համակարգ։ Եթե արդարություն չկա, հիմա դա նախ առաջինը, ես գիտեք այն օրեն չի ուսումնասիրում, դատական հայցերի թվի աճը 18-ից ի վեր։ Եթե այս հասարակությունը այդպես անհնարին ձևով չվստահեր դատական համակարգին, տենց երկրաշարժական պրոգրեսիա այդ գործերը չէին աճում, մարդիկ դատանի միջոցով հարցեր են լուծում։ Հա, այսինքն, չէ, դե հակառակն էլ կա, այդպես մի ասեք, ինչ նշանակում դատական ճանապարհով հարցեր են լուծում, ինչ անեն, գնան իրանք մեջ ինչ-որ բան են։ Դա է միակ ճանապարհը, դատական ճանապարհով լուծելը, բայց եթե վստահություն չլիներ, չէին անելու։ Ոնց որ 18-ից առաջ ա եղել։ 18-ից առաջ են գնացել դատարան, ինչ։ Քաղաքական հարցերից սկսած վերջացրած կալանքներով հանցագործությունների մեզ մեղադրում են մշտապես, որ դուք դատավորին ցույցում եք տալիս։ Հիմա ուզում եմ հարց տալ։ Ոնց է լինում, որ մի ձեր գործընկերոջը կալանքը չեն տալիս, տնային կալանք են տալիս, մյուս գործընկերոջը կալանք են տալիս, մի դատավորը արդար է, մյուս դատավորը արդար չի։ Հիմա ես ուրիշ հարց տամ։ Ոնց է լինում, որ Բայց քիչ թեմայից շեղվեցինք, էլի։ Բայց ոնց է լինում, որ մի հետն էլ հիմա կպատասխանեք, մի հետը որոշ մեկ կայացնում, որ պետության մեղավորության մասին մարտի 1-ի զոհերի մասով եւ այլն, բայց այդ մարդիկ, չգիտեմ, քաղաքականության մեջ են, քաղաքական հայտ են ներկայացնում, 2026-ին ուզում են իշխանություն վերցնել, ոչ իրավական գործընթացը հանգուցալուծվեց։ Հիմա կասեք, դե մի հատ գնում է մարտի 1-ի գործը, չգիտեմ, եսի ինչ, ով ասաց, որ այդ գործը էլի չի ցնդելու, ոնց որ ամենասկզբինը, կամ մենակ ոնց որ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի մասին ենք խոսում։ Հազար մի պաշտոնյա եղել, հազար մի օլիգարխ ա եղել, ովքեր այսօր էլ են շարունակում ունենալ այդ նույն տնտեսական հզորությունները, հազար մարդ ա ներգրաված եղել, նկատի ունեմ իշխանական բուրգից այդ ամեն ինչում, բոլորը աչ ու ձախ, որտեղից տեղից գրփած ստացած փողով մողով ընկած քաղաքականությամբ են զբաղվում, մի հատ էլ ուզում են նորից իշխանություն վերցնել։ Այդ դեմոկրատիա չի, այդ արդար դատական համակարգ չի։ Այդ ամենաթողությունն է։ Այո, ամենաթողությունն է, որովհետև մի օր էլ կգա դուք դեմոկրատական ճանապարհով
կպարտվեք ընտրությունները կհանձնեք դրանց, երկիրը կցնդի, կասեք, բայց մենք դեմոկրատ ենք, երկիր չի լինի, բայց դուք կլինեք դեմոկրատ։ Դուք ինչի համար եք բա։ Քաղաքացիներ ինչի համար են քաղաքացու որոշում ինչի համար են չէ քանդակ։ Մի կողմին տենց օրինակ կա Գյումրի։ Բայց ես ուզում որ հարցը երկկողմանի լինի, ես մեկ-մեկ պատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերվում է այդ իշխանական բուրգի անդամներին, ես խնդրում եւ հորդորում եմ հետաքննող լրագրողներից սկսած դեսնից ավարտված շատ հետաքրքիր նյութեր կարող եք ստանալ, նայելով ամենօրյա կտրվածքով ինչա հետ բերում պետությունը։ Ամեն օրը մի քանի 100 միլիոն։ Մի խորտամ էլի այդ մասով։ Եվ խնդրում եմ թվերին գոնե նայեք, գնացեք ուսումնասիրեք ինչ տարածքներն են, ումն են, այդ իշխանական բուրգից ովքեր են կարողանում վայելել իրենց այսպես ասած գրփածն ու լափածը։ Դրանից հետո ովքեր են մտնում քաղաքականություն։ Քաղաքականություն մտնում են մարդիկ, ովքեր արդեն իսկ քրեական գործեր ունեն իրենց ուսերին։ Նույն վերջի քաղաքապետացում քրեական գործեր ուներ, դատական փուլ էր մտնում արդեն։ Ինքը հիմա ամեն օր գնում է դատարան դատի եւ նաեւ քաղաքապետը ու զուգահեռաբար ասում է որ ինձ դատում են որտեղ քաղաքական գործիչ է։ Մենք չենք կարող դիկտատորական կարգեր սահմանել, ասել եթե քրեական գործերը շարունակվում են երկար, դուք այդ ընթացքում իրավունք ունեք քաղաքական հայտնի։ Դա իսկ դիկտատորական կարգեր է։ Իսկ ինչ վերաբերվում է հասարակությանը եւ նաեւ նրան թե 26 թվին ինչ տեղի կունենա, ես կարծում եմ որ չեմ ուզենա երբեք չեմ ուզենա 26 թիվը դառնա նախորդ ընտրությունների դիլեմայի նման։ Այդպես է լինել։ Չէ, հասարակությունը գիտի նախկին իշխանություններին եւ գիտի ինչ բարքերից է ինքը ազատվել։ Եվ ես հույս ունեմ, որ պատերազմից հետո այն ցավը կամ այն մտայնությունները կամ այն հոգեբանական վիճակը, որ կար, որը ստիպեց այս ազգային ժողովը ունենալ, ես վստահ եմ, որ այդ ստիպեց այս ազգային ժողովը ունենալ ավելի մի քիչ տենց իրենց պատկերացմամբ ազգային ուժերին ձայն տալով։ Այժմ հոտեսնում է տարբերությունը։ Այս 5 տարվա ընթացքում հասկացա, որ նրանք ամուլ են որպես քաղաքական ուժեր։ Եվ այդ քաղաքականությունը չի կարող չազդել ընտրողների վրա։ Իսկ այստեղ ժողովրդավար ընտրությունները միայն եւ միայն իշահ են լինելու հասարակական կարծիքի։ Հակառակը չի կարող լինել։ Բայց ես նորից եմ ուզում կրկնել արդար դատական համակարգ, արտաքին քաղաքականության ինքնիշխանություն, երևի թե երրորդ թեզը խոսքի ազատությունը կասեմ, մեզ մշտապես մեր աջակցիչները մեղադրում են ու ես ընդունում եմ մեղադրանքների մի հատվածը, որ արագ են ուզում արդյունքներ եւ դանդաղում են այդ արդյունքները։ Բայց թե դուք մեզնից պահանջել եք արդար դատական համակարգ, ոչ թե պահանջել եք Ռոբերտ Քոչարյանի բանդի հետևում, կամ Սերժ Սարգսյանի արդար դատական համակարգը երբ է ընդհանրել։ Էդ էլ, բայց ոչ միայն դա։ Իմ հարցը դրանում է։ Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական համակարգ, պետք չի ասելու ինչի է Ռոբերտ Քոչարյանը ինչև Մազարցյանը իմանալը, որ 7 հատ քրեական գործ կա այդ մարդու վրա եւ դատել ամեն օր դատի է, ամեն օր ամբողջ լրատվամիջոցներով գնում են դատարան։ Բոլորի վրա էլ կա ինչ։ Տեսնում, հա, ու բոլորի վրա էլ կա, եթե ձեզ թվում այդքան հաճելի պրոցեսն է դատական գործընթացի անդամ լինելը, ցավոք չի ուզենա այդ նույններում լինել։ Երկրորդը նույնը խոսքի ազատությանն է վերաբերվում։ Փակեք այս ալիքները, փակեք սրանց բերանը, այս մարդկանց մի թողեք խոսան, ինչպես եք թույլ տալիս, այս ամենաթողությունը եթերներում։ Խոսքի ազատությունը այն ժողովրդավարական պետություններում, որ ինչ-որ ավտորիտար պետություն է եղել, հետո է դարձել միանգամից ժողովրդավարություն։ Միանգամից չի կարող այդ պատուգները տալ։ Ինքնին տրանսֆորմացիոն փուլ պետք է անցնի։ Մարդիկ պետք է այդ ազատությունը զգան, հասկանան, որ այդ ազատությունը կարող է իրենց թույլ տալ օրինակ հայհոյախոսություն, հետո հասկանան, որ այդ հայհոյախոսությունը հայ ժողովուրդը չի ընկալում, չի ընդունում եւ չի մարսում, դադարեն, որտեղ այլևս եթեր չեն ունենա։ Նույն process-ը լինում է դատական իշխանության ժամանակ, նույն process-ը լինում է էլ ինչ ասեմ, հա, արտաքին քաղաքականության ինքնիշխանությունը։ Երբ որ դուք ընկալում եք, որ այ Ռուսաստանի Դաշնությունը մեզ չեկավ չօգնեց, դավաճանեց, այս տրամաբանությունն է, էմոցիոնալ տրամաբանությունն է, հետո չես կարողանում հետ գալ ու հասկանալ, որ դու ունես հարևաններ, որոնց հետ ճշտամական հարաբերություններ ես ունեցել 35 տարի։ Հիմա նրանց հետ փորձում ես կարգավորել, բայց մի հատ էլ ինչ անես, մյուսների հետ էլի ճշտամանաս նրանց հաշվին։ Խոսքը ճշտամանալու մասին չի։ Դե եթե ճշտամանալու մասին չի, խնդրում եմ,
հասկացեք, որ մի բառը մասում Քո սեփական շահերի պաշտպանությունը չի ենթադրում թշնամություն ինչ-որ մեկի հետ։ Սեփական շահերը առավել քան պաշտպանված են 2025 թվականին։ Առավել քան։ Okay։ Առավել քան ավելի մեծ շահերի պաշտպանություն ես չեմ տեսնում, եկեք ընդհանրապես վերջի 2 ամսվա վարչապետի այցերի աշխարհագրությունը նայենք։ Ոչ մեկից կախվածություն չունենք ու չենք ուզում հարցնենք որևէ մեկից, թե որտեղ ինչ քվեարկենք, ում հետ ինչ ռազմավարական գործընկերություն քննենք։ Կախվածություն չունենք։ Բացարձակապես։ Արտաքին քաղաքականության որոշման մասին է խոսքը։ Վերջին իհարկե կախվածություններ ունի, որը մեր առաջնային դիսկուրսներից մեկն է, թե ինչպես է դիվերսիֆիկացիան արագացնելու, իսկ դիվերսիֆիկացիա կա։ Այնքան բան կա այդ տնտեսության մասով ասելով, մի խոսքով։ Երբ որ ասում եք խոսքի ազատություն, չգիտեմ ես ինչ, եկին իրասան, խոսքի ազատությունը պիտի համահունչ լինի եւ բալանսավորված լինի քո երկրի անվտանգային կարիքների հետ։ Չի կարող դիսբալանս լինել։ Մտածեմ։ Մի հատ հարց տամ ուզում նախաձեռնություն անել, բայց վստահ եմ այդ նախաձեռնության կարիքը այլևս չի լինի, բայց սահմանում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված կամ սահմանային միջադեպերի հետ կապված վերջերս կհիշեք այն գերիների որ իբր գերի էին տղաները անցել մեր ընդդիմության ներկայացուցիչներից մեկը գրել էր Արևանգելեն ադրբեջանցիները նման բան տեղի չէր բացեց ազգային անվտանգության ծառայությունը մեկնաբանություն տվեց ես ուզում եմ անձնական նախաձեռնությամբ հանդես գալ որ սահմանային իրավիճակների հետ կապված այլևս պետական պաշտոնական տեղեկատվությունը հայտնելուց հետո եւ տեղեկատվությունը շատ մեծ օրինակ տուգանքներ կամ վարչական պաշտպանատվություն կարող է բերել որտեղ միայն այդ դեպքում է հնարավոր այս մարդկանց ստիպել որ երբ որ ես պաշտոնյա տեղեկատվություն ունեմ կոնկրետ ինչ է տեղի ունեցել կամ ԱԱԾ մարմինը կոնկրետ տեղեկություն է հայտնում մտնում ենք այս մարդու edge գրում ենք իրան ջնջի գրած այդ որտեվ կեղծ է տեղեկություն ինքը շարունակում է դա ավելի շատ տարածել եւ ավելի շատ տարածել արդեն պետքա դրան կանխարգելիչ գործունեություն ունենալ նմանատիպ նախաձեռնություններ շատ կան բայց այդ թելը շատ նուրբ որովհետեւ կան հատվածներ որոնք օրինակ մեկնաբանության հարցը գիտեք մեր այդ քաղաքապետացուն հայտարարություն տարածեց հետո գնաց ասուլիս հրավիրեց ասեց ես դա նկատի չունեի սա նկատների ասելով նույնը կրկնելով նույնը լավ իմացակ վերջը ով քաղաքապետացուի ձեր բառերով ասած հա շան տղա չգիտեմ թրքահապատակ գուբերնատոր հնչեցնել այդ հարցը ես ամեն հնարավոր եթերից եւ ամբյոնից այդ հարցը հնչեցնելու եմ իհարկե շատ գեղ բառամթերք է ինձ համար կրկնելու բայց չեմ բարանելու հնչեցնելու եմ հիմա ով որ դեմը Ռուսաստանի Դաշնության միութենական պետության թրքահապատակ շան տղայա թե չէ ձեր ընդդիմադիր հարգելի գործընկերներին պատասխանում այդ հարցին իրանք բայց ես այն օրը վերլուծություն արեցի որ ինչի ենք վարանում այդ հարցի պատասխանը ստանալ Ռոբերտ Քոչյանը մի ասուլիսի ժամանակ ասել է ես դեմ չեմ լինի միութենական պետությանը մտնելու մյուս ասուլիսի ժամանակ բնականաբար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում հակառակ բաներն է ասել, բայց այդ թրքահապատակը նրանց բարամթերքն է, էլի Ռոբերտ Քոչարյան եւ Դաշնակ։ Այսինքն այս կոմբոն մի քիչ այլ տերմինոլոգիայով, մի քիչ ավելի գեղեցիկ արտաքին դիվանագիտական բառապաշարով հայտնել են արդեն այդ քաղաքական ուժերը։ Այո։ Ու ես կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանը ուղղակի Ռոբերտ Քոչարյան, Դաշնակցություն, Հանրապետական կուսակցություն, Լևոն Տեր-Պետրոսյան վերջերս այն մնացած մանր նումերներին չեմ ասում, որ այս տարի ներողություն եմ խնդրում, իհայտ են գալու, որովհետև մասնակցելու են ընտրություններին, տենց ամեն մեկը իր շուրջը ինչ-որ ձայների կոնսոլիդացիա ապահովի, այդ ձայները սփռվեն, հետո իրար հետ միանան։ Այդ բոլոր ուժերի գլխագիրը վերնագիր կարող ենք դնել, իրենց նկարները բոլորինը շարել, գրել ռուսը չլինի, թուրքն լինի։ Այդ է իրանց մտածողությունը, այդ է իրանց քաղաքական հետագիծը, այդ է իրանց ամբողջ արտաքին քաղաքականությունը։ Եվ դրանից դուրս այլ բան չեն տեսնում իրանք, այսինքն մեր թրկությունը միայն ռուսն է, մենք այլ աշխարհի կենտրոնների հետ պետք չի խոսանք, որ ինչ գործ ունենք, ոնց էր ասում, ով է Հայաստանի Հանրապետությունը, որ չկազմի ինչ։ Աստված իմ ողբամս քեզ։ Եվ մենակ Ռուսաստան Դաշնություն, իսկ եթե Ռուսաստան Դաշնություն չլինի թուրքն է լինելու, թուրքը վախ է։ Հայ հասարակության մոտ վախ է։ Այդ էմոցիայի վրա պետք է անդադ խաղալ։ Հակառակ դիտանկյունը մեր քաղաքական մտքում շատ քիչ է եղել 35 տարվա ընթացքում, նա փորձում ենք մի քիչ ավելի շատացնել։
Հաջողություն։ Շնորհակալություն։ Ստացիր չէ՞ որ վարի գլուխ Հա, կեսից լսել եմ։